Աղություն սիրել եղբայրներ քույրեր, ես կարճ մի 2-3 րոպե ուզում եմ մի բանի մասին խոսեմ, որից հետո կաղոթենք։ Առաջին Կորինթացիս 15-րդ գլխի մեջ գլխում 12 համարից կարդում ենք։ Ուրեմն եթե Քրիստոս կքարոզվի, որ մեռելներին հարություն առած է, ինչպես ձեզ մեկ քանիները կսեն, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոս ալ հարություն առած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ուրեմն մեր քարոզությունը պարապ է ու ձեր հավատն ալ պարապ է։ Եվ նաև 17 խոսքը. Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, մեր հավատքը պարապ է ու տակավին ձեր մեղքերու մեջ եք։ Եղբայրներ քույրեր, ոմանք ասում էին Կորինթացիների մեջ, որ Քրիստոսը հարություն չի առել, հարություն չկա ընդհանրապես մեռելների։ Թեպետ մեռելների հարությանը հավատում էին անգամ փարիսեցիները, Գործք առաքելոց 28-ուտ։ Բայց այստեղ Պողոս Արաքյանն ասում է, եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր ամբողջ քարոզությունը պարապ է, դատարկ է։ Ուրեմն քրիստոնեական հավատքի հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ Քրիստոս հարություն առել։ Եթե Քրիստոսը հարություն առել, եղբայրներ քույրեր, ուրեմն մենք էլ պիտի հարություն առնենք, նրանք ովքեր Քրիստոսիներն են։ Այդ կապակցությամբ Դանիելի մարգարության 12-րդ գլուխ 2-րդ խոսքում կարդում ենք. Եվ հողի մեջ քնացողներից շատերը պիտի արթնանան, ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք էլ հավիտենական դատաստանի համար։ Եվ իմաստունները երկնքի արքայության լույսի պես, իսկ նրանք, որոնք արդարության կառաջնորդեն, երկնքի աստղերի պես պիտի փայլեն հավիտյանս, հավիտենից ամեն։ Հիմա որ երկինք են նայում, աստղերը ինչպես են փայլում, եղբայրներ քույրեր։ Նրանք, որոնք արդարության են առաջնորդում, այդպես երկնքի տարածության մեջ, ապագա երկնքում, այդպես պիտի փայլեն։ Եվ մի աստղը մյուս աստղից ինչով է տարբերվում։ Աստծո խոսքն ասում է, իր փայլով է տարբերվում։ Ուրեմն եթե Քրիստոսը հարություն առած չի, ասում է տակավին դուք ձեր մեղքերի մեջ եք։ Որովհետև Հռոմեացիս թղթի մեջ 5-րդ գլխի վերջում ասում է Քրիստոս, որ մեզ համար մեռավ եւ նաեւ հարություն առավ եւ հիմա հոր աշկոմն է, հարություն առնելով արդարացրեց մեզ, եղբայրներ քույրեր։ Քրիստոսի հարությունը դա նշանակում է, որ մենք արդեն արդարացել ենք։ Քրիստոսի խաչը ցույց է տալիս, որ մեր մեղքերը թողնված են, բայց եթե հարությունը չլիներ, մենք չէինք իմանա, որ Աստված այդ Քրիստոսի կատարած գործը, այսպես ասած, ռուսերեն ասում են ադոբրել, այսինքն հայերեն ոնց էինք ասում, հաստատել է, այսինքն այդ արած գործը մեղքերի թողությունը ամբողջ մարդկության հաստատել եւ դրա համար է Հիսուս հարություն առել։ Եթե Աստված չհաստատեր այդ գործը, ուրեմն Հիսուս հարություն չեն առի, մենք էլ մեր մեղքերի մեջ կլենք։ Մեր մեղքերի համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Փառք Տիրոջ, ուրեմն հիմա մենք որ այստեղ ապրում ենք, եղբայրներ քույրեր, այդ հույսով պիտի ապրենք, մեռելների հարության հույսով։ Եվ այս կյանքի ամեն մի բան, որը եղբայրներ քույրեր մեզ այսօր կարող է վախեցնել, մեզ այսօր կարող է անգամ ստրկացնել, դեն նետեք, Քրիստոս հարություն առել, հիշիր, որ դու էլ պիտի հարություն առնես։ Եվ դի մտնես մի քաղաք, որը հիմքերով հաստատված է, եւ նրա ճարտարապետն ու արարիչը Աստված է, Նոր Երուսաղեմը, որի փողոցները թափանցիկ ոսկուց են, որտեղ մենք պիտի տեսնենք Նոյին, պիտի տեսնենք Աբրահամին, պիտի տեսնենք Մովսեսին, տեսնենք Դավիթին, բոլոր թե հին թե նոր ուխտի սուրբերին, պիտի նստենք նրանց հետ սեղանի մեջ, սեղան նստենք եւ երկնքի հաստատության մեջ պիտի հաց ուտենք, ասենք փառք ես Տեր։ Ուրեմն թող մեր հավատքի հիմքը լինի մեռելների հարությունը եւ ասում է Թեսաղոնիկյանցի թղթի մեջ Պողոս Արաքյանն ասում է մենք զմեկ մխիցարեցեք այս խոսքով, որ խոսքով, որ հրեշտակը փողը պիտի հնչեցնի, մեռելները հարություն պիտի առնեն եւ մենք էլ որ ողջ ենք հանկարծակի պիտի միանանք Տեր Հիսուսի խմբի հետ եւ մտնենք երկնքի թագավորություն։ Ուրեմն այստեղ մենք եղբայրներ քույրեր, մենք մնայուն քաղաք չունենք, հապա երկնային է կփնտրենք։ Ով է փնտրում երկնային է, ով է համոզված, որ ինքը պիտի հարություն առնի,
թող այդ հույսը ավելի ամրանա։ Եղբայրներ քուրեր, եթե Քրիստոսը հարություն առել, մենք էլ ենք հարություն առնելու եւ հավիտենական տարածության մեջ Աստծո հետ հավիտյան ուրախ զվարթ կյանքով, որտեղ չկա մա, որտեղ չկա աչքերի արցունքներ, որտեղ չկա հիվանդություն, ամեն ինչ հրաշալի է, ասենք փառքես Տեր։ Ուրեմն եկեք մեր այս կարճ կյանքը երկրավոր նվիրենք Տիրոջը, որպեսզի մենք էլ արժանանանք այն աստղերի թվին դասվենք, որ փայլում է երկնքի տարածության մեջ։ Աղոթ կանենք, խնդրենք